մինչև 2018 թվականի Հայաստանի պատմության, նորագույն պատմության պետականության ինստիտուտների կայացման խնդիրները ունեցել են գլխավոր նպատակ հասարակության տրանսֆորմացիա, այսինքն կոմունիստական ավտորիտար ռեժիմից դեպի ժողովրդավարական ռեժիմ եւ մեզ համոզում էին, որ ժողովրդավարությունը լավագույն պաշտպանության միջոցն է, ժողովրդավարական կառույցները, ժողովրդավարական պետությունները, մեր քաղաքական համակարգը ինքը խնդիր էր իշխանությունը, որ ցավոտ կետին, որ քաղաքական ուժին, որ կպտում էր կամ որ հասարակական կառույցի, որ կպտում էր մատով, անմիջապես մեծ բաներ առաջանում, աղմուկ էր առաջանում եւ այդ աղմուկը տարածվում էր աշխարհում մեկ Հայաստանի համար ամեն ինչ Հայաստանի իշխանությունների համար բնականաբար ես չեմ կարող ասել, որ որևէ քննարկումներ չեն եղել եւ ներսում են այդ սպառնալիքները եւ այդ ստեկուզ ասենք աղանդների, այսպես ասած տարածումը արժեքների դեմ ազգային եւ աղանդական արժեքների դեմ սկսվող որոշակի խնդիրները նույնիսկ սերունդների մեջ հակասության իմաստով նույն իշխանության նախորդ իշխանությունների մեջ սերունդային պատկերացումներ կար մի հատված կար որ դեպքում էր որ ընդհակառակը պետք է ազատություններ ընդլայնել եւ վերահսկել մի հատված կար որ դեմ էր ազատությունների ընդլայնմանը այնուամենայնիվ դա մենք ազատությունների ընդլայնմանը երբեք դեմ չենք եղել եթե դա բխել է պետության շահերից ուղղակի կար իշխանություն որը ամբողջությամբ հանձնառու էր պետական շահերի համար, դրա համար հանրային տարբեր հատվածներում զարգացումները ուղիղ սպառնալիք չէին եւ չէին ներկայացնում հանրության ամբողջությամբ։ Երբ որ արտաքին միջամտության արդյունքում փոխվեց պետության շահերը պաշտպանողը, այդ ամբողջ խնդիրը սրանում էր։ Մեր ամենամեծ խնդիրը ազգային անվտանգության տեսանկյունից այն է, որ կյանքը ցույց տվեց, որ մեր հասարակությանը հնարավոր է մանիպուլացնել։ Իսկ արդարացված է արդյոք յուրաքանչյուր անգամ իշխանությունը կամ պետությունը զենքը ձեռքին դուրս գա իր հասարակության դեմ։ Եվ ուր կարա դա տանի։ Դա արդեն պատմության խնդիրն է, դա ոչ ես, ոչ դուք չեն կարող պես հիմնավոր դատողություններ անել։ Կարող են կարծիք ասել, բայց հիմնավոր դատողություններ դժվար է անել։ Մեր համար ցավոք տեսանելի էր 2018 թվականից արդեն տեսանելի էր, թե ուր է տանում այսպես կոչված հեղափոխությունը։ Մենք ասել ենք 2018-ին, եթե մտահոգես կարգախոսը հիշում եք, եւ եթե մտահոգես Արցախով, եթե մտահոգես Հայաստանի արտաքին քաղաքականությամբ, եթե մտահոգես ազգային արժեքներով, եթե մտահոգես հանրային համերաշխությամբ, զինված ուժերով, պաշտպանությամբ եւ այլն։ Դա մեր կարգախոսներն են հենց այնպես չէինք մենք դա ընտրել, բայց մեզ ոնց որ ասում են արդեն որևէ մեկը լսելու ցանկություն չուներ եւ դա հասկանալի էր։ Այսինքն այդ էյֆորիան եւ ամբողջությամբ մանիպուլացված իրավիճակը եւ այդ թվում նաեւ մեր գործընկեր շատ քաղաքական ուժեր են այդ կրակի վրա ջուր լցրել, դա էլ պետք է ասել։ Ճիշտ է, հետո այդ գործընկեր քաղաքական ուժերը արագ հասկացան եւ վերադիրքավորվեցին, բայց այնուամենայնիվ process-ն արդեն գնացել էր։ Մեր զգուշացումը ժամանակին եղել է բոլոր։ Մենք ունենք երկու տարբերական դուրս գալ սեփական հասարակության դեմ, առանց դրա հետևանքների մասին ռեալ պատկերացում ունենալու, իհարկե հետևանքները միայն վատն էին լինելու, բայց ինչքան վատ դժվար է ասել։ Կամ հույս ունենալ, որ այն ինչ որ տեղի է ունենում այնուամենայնիվ հասարակության եւ մնացած քաղաքական ուժերի վերահսկողության տակ կլինի, ինչը ցավոք այդպես չեղավ։ Շնորհակալություն։ Ուզեի մի րոպե վաները դառնալ իշխանությունների ոչ լեգիտիմությունը կամ ծերությունը ինչպես հացե թե դիտարկում է։ Շնորհակալություն, տեսեք, լեգիտիմություն, լեգալություն դեռ տարբեր բաներ են։ Լեգիտիմությունը սոցիալ-հոգեբանական կատեգորիա է։ Իշխանությունը կարա 80%-ով ընտրվի, բաց ազատ ընտրություններով, լինի լեգալ իր բոլոր 5 տարիների ընթացքում, բայց 6 ամիս հետո լեգիտիմությունը կորցնի։ Կորցնի այնպես, որ ոնց որ սրանք, հիմա ես վստահ եմ 20 թվականից հետո
Հայաստանի իշխանությունները այլևս լեգիտիմ չեն պատերազմից հետո։ 18-20 թվականներին եւ լեգալ են եւ լեգիտիմ։ Եվ երևի Հայաստանում եղած ամենալեգիտիմ իշխանությունն է եղել։ Այս երկու տարիներին։ Բայց ամենալեգիտիմ իշխանության պարագայում հայ ժողովուրդը փորձեց իր ձեռք բերած երազանքը, իր ձեռք բերած հեղինակությունը, պատիվը արժանապատվությունը, դե հիմա որ նա ճիշտ։ Մենք ՀՊ-ից մեկի հետ ժամանակին վիճում էինք, բանավիճում էինք, ու եթերով էր դրա համար եմ ասում, ասում եմ մենք այսուհետ արդեն ժողովրդավարության թուղթը տանելու ենք, աշխարհին ասենք էս ամեր պաշտպանությունը, ասում թղթով եք գնալու Արցախը պաշտպանեք, ասում եք հա։ Տեսանք ոնց պաշտպանեցին եւ տեսանք աշխարհը ոնց վերաբերվեց դեպի։ Շնորհակալություն։